Սիրելի ճարտինցիներ, մենք Մայր Հայաստանն ենք, մենք ընտրական ավարտություններ ենք ցույց տվել Երևանում, մենք ընտրական ավարտություններ ենք ցույց տվել Գյումրիում։ Հիմա եկել ենք Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Սուրբ Էջմիածի և բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին։ Սիրելի էջմիածինցիներ, հարգելի հայրենակիցներ, գնացեք անպայման տեղամաս և վերաբերմունք ցուցաբերեք այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է երկրի շուրջ, երկրի ներսում, ընտրական գործընթացներում, միջանցքային հարաբերություններում, ինչ գրված ու չգրված օրենքներ են սրանք խախտում, ինչ կեղծ օրակարգերով են առաջ շարժվում, ինչ զզվելի ու նողկալի արարքներ են անում իրենք և իրենց արբանյակները, ոնց են բառի բուն իմաստով մարդկանց զրպարտում, ազատազրկման ենթարկել տալիս, այսպես կոչված քաղաքական քողի ներքո, այդ ՔՊԼ-ն, այդ հանրապետություններ, իրար արժե, նույն արժե համակարգը կրող հայ մարդու գիտակցությունը ուղղակի բռնության ենթարկող անամուս, անամոթ, անաբուռ մարդիկ են դրանք, առիթ են ման գալի, որ բողոք գրեն, զրպարտեն, կեղծեն, որ ընտրական գործընթացների վրա իրենց ազդեցությունը ես կամ են չափով ունենան, որ իրենց խղճուկ և ողորմելի վարկանիշը փորձեն իբրև բարձրացնել։ Այդ տեղամաս գնալով դուք դրա հանդեպ եք նաև վերաբերմունք ցուցաբերելու, դուք վերաբերմունք եք ցուցաբերելու Արցախի կորստի նկատմամբ, դուք վերաբերմունք եք ցուցաբերելու Հայաստանի տարածքից 245 կիլոմետր շուրջ, ահա այդ կորստի նկատմամբ, դուք վերաբերմունք եք ցուցաբերելու Էրդողանի գիրքը գրկելու նկատմամբ, վերաբերմունք եք ցուցաբերելու Ալիևի համար կողմե դնելու նկատմամբ, շարքը այնքան շատ է, որ չենք ուզում ձեզ շատ ծանրաբեռնենք, դուք ամեն ինչ տեսել եք և գիտեք։ Այդ տարբերակ այս պահին, քան գնալ ընտրատեղամաս չկա ուղղակի։ Եթե դուք լռեք, եթե դուք ասեք, դե մեկը բան չի փոխվելու, մեկը բոլորը նույն կլիշեները, որ մտցրել են ձեր մեջ, դա օգուտ է իրանց, որ դուք հիասթափվեք, որ թերահավատ լինեք, որ մնաք տանը, դրա համար բոլորին կոչ ենք անում և եղբայրաբար խնդրում ուղղակի, անպայման գնացեք տեղամաս, իսկ իդեմս Մայր Հայաստանի դուք ունեք այն այլընտրանքը, որի պակասությունը վստահ եմ զգացել եք, ճանապարհ անցած մարդիկ, երիտասարդություն, քաղաքական հստակ ասելիք, ամենանակեղծությամբ եմ ասում, ես ինքս գնելով Երևան քաղաքի հավաքանու անդամ, Էջմիածին պարբերաբար գալ գնալով, ես ինձ հյուր չեմ համարում այստեղ, բայց երբ որ մենք թեկնածուների հետ շրջում ենք գյուղերով և Էջմիածնով, մեր թող բոլորը կանտեսնենք ինչքան մարդ է այս մարդկանց մոտենում, ինչքան մարդ է ողջակուրվում, ողջունում, ասում որ ձայն է տալու, աջակցություն են հայտնում, այդ պատկերը տենալ է պետք, ճոխ խոսքերով չի, բաժակաճառերով չի, պաթոսով չի, ռեալ իրականության հողի վրա կպած մարդիկ են, արդյունք ցույց տված մարդիկ են, պատասխանատու մարդիկ են, և նաև մեր օրինակով կարող եմ ասել, 24/7 ռեժիմով լինելու են ձեզ հասանելի, դուք չեք բախվելու փակ դռների, ձեզ ոչ մեկը չի ցրելու, ձեզ ոչ մեկը չի խաբելու, ձեզ ոչ մեկը սուտ խոստում չի տալու, ձեզ ոչ մեկը ընտրությունից ընտրություն չի հիշելու։ Սիրելի էջմիածինցիներ, մի շատ պարզ նաև կարևոր բան, մայրաթոռը բոլորիս խնամքի և հոգացության կարիք ունի, բոլորս պետք է պարզ գիտակցենք, որ այս իշխանությունները ոտնձգում են հայապահպանության կանգուն մնացած ինստիտուտի նկատմամբ, եկեղեցուն երկիր խնդիրները պետք է լուծեն եկեղեցու շրջանակներում։ Միով բանեք սիրելի հայրենակիցներ, բոլորին կոչ ենք անում, անպայման գնացեք տեղամաս և ձեր ձայնը տվեք թիվ 4-ի, Մայր Հայաստան, համար 4, միացեք, որ փոխեք, միացեք, որ փոխեք։